Ողջույն սիրելի հետևորդներ, երբևէ մտածել եք, Տեր, ինչու ես այդքան ուշանում, ինչու են վատ մարդիկ երբեմն հաջողում, ինչու արդար մարդիկ տառապում են, ինչու տարիներ շարունակ աղոթում ես, բայց պատասխանը չի գալիս, ինչու Աստված երբեմն լռում է և ամենացավալին, ինչու ես չեմ հասկանում Աստծո ծրագիրը։ Եթե այս հարցերը երբևէ տանջել են ձեզ, ապա այսօր Պողոս առաքյալը ձեզ կտանի մի ճշմարտության առաջ, որը կարող է փոխել ձեր ամբողջ վերաբերմունքը կյանքի նկատմամբ։ Նա կասի, դու պարտավոր չես հասկանալ ամբողջ ծրագիրը, որպեսզի վստահես ծրագրողին։ Եվ սա Հռոմեացիներին ուղղված նամակի 11-րդ գլխի ամենահզոր պատգամն է։ Չեմ ուզում եղբայրներ, որ այս խորհրդին անտեղյակ լինեք, որպեսզի դուք ձեզ իմաստունի տեղ չդնեք։ Իսրայելի մեկ մասի վրա կորություն եկավ, մինչև որ հեթանոսների ամբողջությունը մտնի և ամբողջ Իսրայելը կփրկվի, ինչպես որ գրված է. Սիոնից պիտի գա փրկիչը և Հակոբի սերնդից պիտի հեռացնի ամբարշտությունները, և իմ կողմից սա կլինի ուխտը նրանց հետ, երբ կջնջեմ նրանց մեղքերը։ Ավետարանի համաձայն նրանք թշնամի են ձեր օգնի համար, բայց ընտրության տեսանկյունից սիրելի իրենց հայրերի շնորհիվ։ Քանի որ Աստծո պարգևներն ու կոչումն անդառնալի են, ինչպես որ դուք մի ժամանակ անհնազանդ էիք Աստծուն և հիմա ողորմություն գտաք նրանց անհնազանդությամբ, այնպես էլ նրանք հիմա անհնազանդ եղան ձեր գտած ողորմության պատճառով, որպեսզի իրենք ևս ողորմություն գտնեն, քանզի Աստված բոլորին անհավատության մեջ արգելափակեց, որպեսզի բոլորին էլ ողորմի։ Օ խորություն Աստծո հարստության, իմաստության և գիտության, որքան անքննելի են նրա վճիռները և անզննելի նրա ճանապարհները, որովհետև ով իմացավ Տիրոջ միտքը, կամ ով նրա խորհրդատուն եղավ, կամ ով նրան փող տվեց և նրանից փոխարենը ետ վերցնի, որովհետև ամեն ինչ նրանից, նրանով և նրա համար է։ Հավիտյանս փառք նրան, ամեն։ Սիրելի բարեկամներ, չեմ ուզում, որ այս գաղտնիքը ձեզ անհայտ մնա։ Առաքյալը սկսում է գաղտնիք բառով։ Սուրբ գրքում գաղտնիք չի նշանակում հանելուկ, այն նշանակում է Աստծո ծրագիր, որը մարդը չէր կարող բացահայտել առանց Աստծո հայտնության։ Այդ գաղտնիքը սա է. Աստված ժամանակավորապես թույլ տվեց Իսրայելի մի մասի կարծրացումը, որպեսզի ավետարանը հասնի հեթանոսներին և վերջում իր ողորմությունը հայտնի բոլորին։ Եթե համեմատենք մեր ժամանակների հետ, կտեսնենք, մեր կյանքում էլ կան այսպես ասած գաղտնիքներ։ Դրանք այն իրավիճակներն են, որոնց իմաստը մենք հիմա չենք հասկանում։ Կորցրած աշխատանք, չստացված ծրագիր, ծանր հիվանդություն, սիրելի մարդու կորուստ փակված դուռ։ Այդ պահին թվում է, թե ամեն ինչ քանդվում է, բայց տարիներ անց հաճախ ասում ենք, եթե դա տեղի չունենար, ես երբեք այստեղ չէի հասնի։ Աստծո ծրագրերը հաճախ հասկանալի են դառնում միայն հետադարձ հայացքով։ Աստված բոլորի համար ունի փրկության ծրագիր։ Պողոս առաքյալը ցույց է տալիս, որ Աստված չի ստեղծել երկու փրկության ճանապարհ։ Նա բոլորին հրավիրում է իր ողորմությանը, նախ Իսրայելին, հետո հեթանոսներին և վերջում կրկին իր ժողովրդին։ Այս ամենը ցույց է տալիս ոչ թե մարդկանց արժանինքները, այլ Աստծո անհուն համբերությունը։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. Աստված երբեմն թույլ է տալիս, որ մարդը մոլորվի, որպեսզի հետո առավել մեծ սիրով վերադառնա իր մոտ։ Սա չի նշանակում, թե Աստված մղում է մեղքի, այլ նա նույնիսկ մարդու սխալները կարող է ծառայեցնել փրկության ծրագրին։ Աստված բոլորին անհնազանդության մեջ փակեց, որպեսզի բոլորի հանդեպ ողորմություն ցույց տա։ Սա հատվածի ամենախորը խոսքերից մեկն է։ Պողոս առաքյալը չի ասում, որ բոլորն ավտոմատ կերպով կփրկվեն, նա ասում է, որ բոլոր մարդիկ նույն վիճակում են մեղքի կարիքավորներ և բոլորն ունեն հնարավորությունը ընդունելու Աստծո ողորմությունը։ Սա խորացնում է բոլորիս,
Ոչ ոք չի կարող ասել ես արժանի էի, ոչ ոք չի կարող պարծենալ իր փրկությամբ, մենք բոլորս ապրում ենք շնորհով։ Փորձենք արդի օրինակով ցույց տալ։ Մարդիկ հաճախ իրենց կյանքը բաժանում են երկու խմբի՝ լավ մարդիկ եւ վատ մարդիկ։ Բայց ավետարանը բաժանում է բոլորովին այլ կերպ։ Կան մարդիկ, որոնք ընդունել են Աստծո ողորմությունը, եւ կան մարդիկ, որոնք դեռ չեն ընդունել։ Սուրբ Օգոստինոս Երանելին ասում է. եթե Աստված քեզ տվեց այն, ինչ չունեիր, ինչու ես բարձրանում այնպես, կարծես դա քո ուներ։ Ով Աստծո հարստության, իմաստության եւ գիտության խորություն։ Հանկարծ Պողոս առաքյալը դադարում է բացատրել եւ սկսում է երկրպագել։ Շատ գեղեցիկ պահ է։ Երբ նա հասնում է Աստծո ծրագրերի խորությանը, նա այլևս չի փորձում ամեն ինչ վերլուծել, նա ծնկի է գալիս զարմանքի մեջ։ Սա մեծ դաս է մեզ համար։ Մենք ապրում ենք մի դարում, որտեղ ուզում ենք ամեն ինչ հասկանալ, ամեն հարցի պատասխան ունենալ։ Բայց հավատքը նշանակում է վստահել նույնիսկ այն ժամանակ, երբ բոլոր պատասխանները դեռ չունես։ Սուրբ Եփրեմ Ասորին ասում է. ով կարծում է, թե ամբողջությամբ հասկացել է Աստծուն, իրականում դեռ չի սկսել ճանաչել նրան։ Ով է տվել նրան, որ փոխարենը ստանա։ Պողոս առաքյալը հիշեցնում է մի կարևոր ճշմարտություն. մենք չենք կարող Աստծուն պարտական դարձնել մեզ։ Ոչ մեր աղոթքներով, ոչ մեր ծոմերով ու պահեծողությամբ, ոչ մեր ծառայություններով։ Մենք չենք գնում Աստծո սերը, մենք պատասխանում ենք արդեն իսկ տրված սիրուն։ Մեր ժամանակների մեծ սխալն այն է, որ շատ մարդիկ հավատքը վերածել են գործարքի։ Ես մոմ կվառեմ, որ Աստված սա անի։ Ես այսքան կաղոթեմ, որ պարտադիր պատասխան ստանամ։ Բայց Աստված բանկ չէ, նա հայր է, եւ հայրը տալիս է ոչ թե այն, ինչ միշտ ուզում ենք, այլ այն, ինչ իրականում պետք է մեզ։ Նրանից, նրանով եւ նրա համար ամեն ինչ։ Սա ամբողջ գլխի գագաթնակետն է։ 3 կարճ արտահայտություն, որոնք կարող են փոխել ամբողջ կյանքը։ Քո կյանքը նվեր է, դու կանգուն ես նրա շնորհով, քո կյանքի վերջնական նպատակը սեփական փառքը չէ, այլ Աստծո փառքը։ Եթե այսօր Աստված քեզ հարցներ, ինչի համար ես ապրում, ինչ կպատասխանայիր։ Փողի, հեղինակության, հարմարավետության, թե նրա փառքի համար։ Այս հատվածը մեզ տալիս է կյանքում կիրառելի մի քանի կարևոր կետեր։ Երբ չես հասկանում Աստծո ճանապարհները, մի կորցրու վստահությունը նրա հանդեպ։ Դադարիր ամեն ինչ վերահսկելու փորձից։ Ամեն օր շնորհակալ եղիր Աստծո ողորմության համար։ Մի դատիր մարդկանց, որոնց Աստված դեռ գործում է։ Սովորիր զարմանալ Աստծո իմաստության վրա։ Հիշիր, որ քո կյանքը Աստծո պարգևն է։ Ամեն որոշման առաջ հարցրու, սա Աստծո փառքի համար է, թե միայն իմ։ Եկեղեցու հայրերը միաձայն ընդգծում են, որ այս հատվածի կենտրոնում Աստծո անսահման ողորմությունն է։ Սուրբ Հովհան Ոսկեբերյանը նշում է, որ Պողոսը գիտակցաբար ավարտում է իր այս աստվածաբանական բացատրությունը փառաբանությամբ, որովհետև Աստծո խորհուրդները վերջնականապես չեն տեղավորվում մարդկային մտքի սահմաններում։ Սուրբ Օգոստինոսը սովորեցնում է, որ Աստծո ողորմությունը երբեք չի հասկանում նրա արդարությանը, այլ լրացնում է այն։ Սուրբ Եփրեմ Ասորին ասում է, որ որքան մարդը մոտենում է Աստծուն, այնքան ավելի է հասկանում, թե որքան անսահման է նրա իմաստությունը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, գուցե այսօր քո կյանքում կան հարցեր, որոնց պատասխանները դեռ չունես։ Գուցե աղոթում ես եւ թվում է, թե երկինքը լուռ է։ Գուցե կարծում ես, որ ամեն ինչ քանդվում է։ Հիշիր Պողոսի այս փառաբանությունը։ Նա չասեց. ես ամեն ինչ հասկացա։ Նա ասաց. ով Աստծո իմաստության խորություն։ Այսինքն, Տեր, ես չեմ հասկանում ամեն ինչ, բայց վստահում եմ քեզ։ Եվ գուցե սա է հասուն հավատքի ամենաբարձր աստիճանը։
ոչ թե ունենալ բոլոր պատասխանները, այլ վստահել նրան, ով ունի բոլոր պատասխանները, քանի որ ամեն ինչ նրանից է, նրանով է եւ նրա համար է։ Եթե այս ճշմարտությունը արմատավորվի քո սրտում, ապա նույնիսկ կյանքի ամենախավար օրերին դու կկարողանաս ասել. ես չեմ հասկանում ճանապարհը, բայց ճանաչում եմ իմ առաջնորդին, եւ դա բավական է, որպեսզի շարունակես առաջ գնալ հավատքով։ Սիրելի հավատավոր հետևորդ, եթե օգտակար եղավ քեզ այս տեսանյութը, կարող ես հավանել մեկնաբանության բաժնում, գրել քո կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ այս տեսանյութը ուղարկել քո հավատավոր քրիստոնյա ընկերոջդ, մտերիմիդ, եղբորդ, քրոջդ կամ այն մարդուն, ով ցանկանում է հաղորդակիցներ օրվա սուգրային հատվածին եւ նրա բացատրությանը։ Աստված օրհնի բոլորիդ։